մարդկանց առողջություն վերականգնել, կյանք պարգևելն է։ Խանութից որ փոքր երեխայի փուչիկ առնենք, փչենք, թողենք ինքը չի դառնա չփչած։ Ինքը ինչ որ հիմա ձեր պոչկեն փչած է եղել։ Հաթաթվել են, գրկել են, պաչել են, փորձել են ձեռք համբուրել։ Չեմ թողել, բայց բազմաթիվ անգամ եղել։ Զանգը հեռախոսը մեր համար ստրեսային երևույթ է, որտեղ ամեն զանգը առավել եւս երեկոյան ժամերին վերև ենք թռնում, թե ինչ որ բան է պատահել, որ զանգել են։ Երազում եմ, ասեցի, կոսմոսից խաղաղ երկրագնդի վրա նայեմ, որտեղ Հայաստանն էլ կերևա։ Որոշելով, որ սրտային վիրաբույժ պիտի դառնամ, ավելի խորքից էի գնացել էի կրծքային վիրաբուժությունում, ինձ ընդունել էին ֆելդշեր, որպես ես աշխատում էի այդ տարիներին, հերթապահում էի նույնիսկ միայնակ բժշկի հետ, քույրի փոխարեն, թոքային վիրաբուժության բաժանմունքում։ Եվ հետո, որ ասի, որ լավ սրտային դառնան, կրծքավանդակում, որ լավ տիրապետես, հետո սրտի վրա արդեն եւ ընդունվել էի կլինարդինատուրան, այսինքն հետո թոքային վիրաբուժության վերջի պահին, որ հանգամանքներ են լինում, թղթերս հանել տվել եմ ուրոլոգիա։ Այսինքն վերջի պահին եմ փոխել ուրոլոգիա եւ շատ ուրախ եմ, որ այդպես է դասավորվել, որովհետեւ այն ինչ որ հիմա մենք զրուցում ենք ձեր հետ ուրոլոգիայի շնորհիվ։ Մեր կուրսի Հիպոկրատի երթումը ես եմ կարդացել բեմից եւ կուրսի հետևից կրկնել է, որովհետեւ ես ամենագերազանցիկ սովորողն էի Մխիթար Հերացու Աման Թոշակարուն եւ բեմից այդ երթումը ես եմ կարդացել, ամբողջ այդ տարվա ավարտականները կրկնել են եւ այդ Հիպոկրատի երթումից, հատա չնայած ինտերպրետացիաները տարբեր են, չենք շեղվել։ Առաջին տեսեք Վիլյամ Պաուլոս Հակոբյանի ռեկտորի ավարտական սերտիֆիկատներ, որ գերազանցությամբ ավարտել են բժշկական ինստիտուտը, հետո այն ըստ տարիների առաջին կրթություններն են, որ Գերմանիայում սովորել, առաջինն իմ ազգանունը լեհական ծագում ունի, իմ պապի հայրը 1878 թվականից հայտնվել Ջավախքում, այն իմ առաջին սերտիֆիկատներից է լեհական, որը կողքերը այրված պիրատսկի սերտիֆիկատ է կոչվում, որտեղ Բալտիկ ծովի վրա նավի վրա են տվել, որպես հիշատակ, մնացած ամեն իմ կրթական ծրագրերին, թե մեկ ամսով, 3, թե մեկ շաբաթով անցած կուրսերն են, որը պես փակցված են եւ վերջի տարիներ այս սերտիֆիկատները քան որ սերտիֆիկացիա է արվում, լիցենզիա են տալիս, պահանջվում է 5 տարում կրեդիտներ են կոչվում, ինչքան քանի ժամ դասընթացս անցել, ասեմ որ 5 տարում բժիշկը պետք է 220 կրեդիտ ունենա, որպեսզի շարունակի հաջորդ 5 տարին աշխատելու, այսինքն 220 ժամ պիտի դաս սովորած լինի փաստաթղթային։ Իրականում 220 օր տարվա մեջ առնվազն սովորում ենք։ Ուրոլոգիան, ինչպես ասեցի, գիտություն է միզային համակարգի հիվանդությունների վերաբերյալ, ինչպես կանանց, այդպես էլ տղամարդկանց, քանի որ միզային համակարգ բոլոր ունեն, եւ հավելյալ տղամարդկանց սեռական օրգանների վերաբերյալ։ Այսինքն միզային համակարգով բուժում են թե կանայք, թե տղամարդիկ, թե տարբեր սեռեր իրենց համարող մարդիկ եւ տղամարդկանց սեռական օրգաններ, քանի որ միզայինը ընդհանուր է։ Եվ միշտ ասում եմ, որ գնանք բաժինը անցնենք,
առնվազն 40-ից 50% պարկած հիվանդների կինա լինելու։ Այսինքն ուրոլոգիան տղամարդկանց մասնագիտություն չի։ Ինքը միզային համակարգի հիվանդությունների մասնագիտություն է եւ այն հարցը թե բժիշկը տղամարդ է թե կին, ասեմ ձեզ, որ վերջի 20 տարում մոտավորապես մի քանի հազար հիվանդ ունենք, որից 2-ից 3,000 ստացիոնար հիվանդներին մեկ հոգի կարող է այդքանից ասի, թե կին բժիշկ եմ ուզում։ Մնացածը իրենց հետաքրքրում է իր հիվանդությունը եւ ճիշտ բուժումը, այսինքն այդ հարցը չկա, այլևս կարող եմ ասել փակ է։ Չի եղել երբեք եւ ով էլ ասի զարմանալի է։ Պարզ է, որ որոշ ինտիմ հարցեր կա, որ կինը կնոջ հետ ավելի հեշտ կասի, նույնն էլ տղամարդը տղամարդու, բայց այդ հարցը այդպես սուր չի կանգնած եւ ասեմ, որ մեր բաժանմունքը հանրապետությունում կողմիակներից մեկն է, որ 2 կին ուրոլոգ է աշխատում մեր բաժնում։ Բաժանմունքներ կա, որ ոչ մի հատ չկա կին, մեր բաժնում 2 կին ուրոլոգ ունենք։ Եվ մեր բաժնում նաև աշխատում է առաջի Հայաստանում գրանցված մասնագիտություններից ուրոգինեկոլոգ մասնագիտության բժիշկը մեր աշակերտում ուղղությունը տվել ենք, որ այդ գծով գնա Շադյան Գորը, որը փայլուն անցել է կրթական ծրագիրը, որ մեր ամերիկացի գոլեգաներն են անցկացրել եւ հիմա կանանք, որ այն խնդրեմը, որ միշտ թաքցվել է, ամաչել են ասեն եւ այլն 50-ից մեծ տարիքով, երբ որ ունեն խնդիրներ ամիզապահության, երբ որ հետծնդաբերական կամ այդ կլիմակտերիկ շրջանի ինչ-ինչ պատճառներով թրջվում են, մեզը չեն պահում եւ առաջ չէին ասում, իրենց տակդիրներով բանով յոլա են գնում, հիմա գիտեն, որ այդ հարցը լուծվող է, նույնիսկ 1 օրում ժապավենով հետ ձգելու եւ ակտիվ աշխատում են, որտեվ նաեւ ունենք սերտիֆիկացված մասնագետ բաժանմունքում։ Ուրոլոգիա անունը չհասկանալով ինչ է, եկել են ասել են ուրոլոգիա ուռուցքի բժիշկ է, կա, ուրո մեջը կա ուրոլոգիայի նույն օրգանների ուռուցներն են մենք զբաղվում, նույն չարվորակ ուռուցները, բայց որպես օնկոլոգ են բժշկական լեզվով ասել, որ ասել ենք, չէ, ուրոլոգիա է, բայց ոչ ուռուցք բառից։ Իսկ ամենատարօրինակը, որ եկել են, ասել են, որ ուռողների բժիշկ եք դուք, չէ, ինչ որ նարկոման են ուզում բուժեին, բայց դուք ուռողների ասում եմ, չէ։ Այդ ընդհանրապես հերոյ է, որտեվ հաստատ այդ նույն կենցաղային բառը մեր հետ կապ չունի եւ հայերը չտած ինքը թարգմանություն կա, մենք հայերեն միզաբանություն է կոչվում, բայց մեկը ուրոլոգիա բառն է կիրառվում, այսինքն այդպես լավը ասեցի, սովորաբար միշտ ասում եմ մեր ժողովուրդը միգուցե միշտ բոլոր շատ շնորհակալ են եւ այդ բժշկական բառը մեր ժողովրդի մեջ շատ ավել է, քան այլ ազգերի մեջ եւ մարդիկ միշտ շնորհակալ են, եթե իրենք չեն ընկած ինչ-որ պարտադրված ծանր պայման, որ գիտեք ժամանակակից բժշկությունը պահանջում է նոր տեխնոլոգիաներ եւ իրենք թանկարժեք են եւ իրենց մեթոդները, որ դուք 2 շաբաթի փոխարեն 1 օրում տուն եք գնում, պահանջում համապատասխան ծախսեր, բայց պացիենտները միշտ շնորհակալ են եւ իրենք շատ շնորհակալ են, հասկանում են, որ դուք վերադարձրիք իրենց առողջությունը, կյանքը փրկվեց որոշ հիվանդությունների դեպքում, չնայած բոլոր հիվանդությունները չբուժեք վերջը կորցնելու է կյանքը, վերադարձրան արագ, երջանիկ, շուտ տուն, ոչ պակաս իր աշխատանքին, որտեղ միշտ որ նյարդայնացած գալիս են պացիենտները կամ անձնակազմը, քույրերը, եթե վիճում կա բան, միշտ առաջ շատ հաճախ է կրկնում, վերջերս արդեն ամբողջ պերսոնալը միշտ գալիս են ասում են շատ շնորհակալ ենք այն ամենամայրապետից մինչև վերև եւ հերթապահ բժիշկները այնպես են մեզ նայել, որ մենք շշմած տուն ենք գնում։ Միշտ ասել եմ, որ հիշեք մարդը, որ հիվանդացել է,
ինքը արդեն նյարդայնացած է, որ ինքը ցավ ունի, չգիտեմ, արյունամիզություն ունի, ինչ որ պրոբլեմներ եւ նաեւ նյարդայնացած է, որ տնից պիտի կտրվի գաստեղ, աշխատանքից է կտրվել, մի հատ էլ ծախսեր պիտի անի, չկարողանա աշխատի եւ այլն եւ այլն։ Դրա համար մաքսիմալ վերաբերում ենք իրեն ժամանակավոր այդ վիճակը շտկել, որ մարդը երջանիկ տուն գնա։ Եվ առաջ գնամ, երբ որ պոպուլյար է, չէ, արհեստական ինտելեկտը եւ այլն, ամփոփ ասեմ, որ բժիշկը, որը օգտագործում է արհեստական ինտելեկտ, շատ ավելի ուժեղ է, քան չօգտագործող բժիշկը։ Բայց նա իր գործիքն է։ Եվս մի գործիք, որով կարող է հիվանդին ավելի լավ բուժել եւ առաջ բերել, նույնիսկ էլի կազոիստիկ դեպք ունենք, մի ծանր հիվանդ ունենք, որ բարեկամներ եկան ասին, բժիշկ հավատում ենք ձեզ, գիտեք ինչի, ինչ որ ասել եք, ChatGPT-ով ստուգել ենք, ճիշտ է ասել։ Եվս մի կրիտերիա։ Եվ հակառակն էլ ենք ունեցել, որ այդ արհեստական ինտելեկտի, որ ծրագրերով բուժված է, դեղերը սխալ, արդեն պարտություն ստացած լավը հասցրել է եկել, որ ասել ենք սխալ եք, հասկացել էր գրածը, այդ դեղամիջոցը օրը 3 անգամ իր ընդհանուր դոզան էր, ոչ մի անգամ պիտի ստանայիք, ոչ թե այդ նույն դոզան 3 անգամ արդեն, այսինքն երիկամները վնասելու հասել էին։ Եվ մի կրիտերիա կարող եմ ասել, արհեստական ինտելեկտը չի կարող մարդու աչքի ցավը տեսնել, հա, երբ որ պացիենտի տառապանքն ու ցավը աչքերում տեսնում ես, ինքը չի տեսնի, ինքը չի կրում պատասխանատվություն, բուժվեց, չբուժվեց, ինչ եղավ, եւ այդ ուրախությունն էլ չի կարող զգալ, թե հիվանդի աչքերով շնորհակալ գնաց տուն։ Դա է տարբերությունը։ Երկու դեպք ասեմ, մեկը երիտասարդ կին էր, որ երկար տարի չէր կարող հղիանալ, ուրիշ քարի համար կարապշում արինք, որ այդ զոնայում նաև իր ձվարանի զոնան էր, մյուս ամիս, որ եկավ ստուգելու, ասում հղիացել եմ այդ բանից հետո, այսինքն այդ ստրեսը, այդ բանը իր օվուլյացիային օգնել էր, եւ մյուս պացիենտը, որը տղամարդ էր, երեխաներ, կարիք չուներ արդեն 40 անց էր, իր շական գեղձի վիրահատությունից հետո եկավ, հաջորդ ստուգման եկավ, ասում է, բժիշկ չէինք սպասում, բայց այդ մեր բուժումը ուրիշ բանի համար էր, բայց կինը հղիացել է, այրեն է ասել, կարող վերջը իմ անունը պիտի դնեք, վերջերս եկել էր, տղան արդեն 25 տարեկան էր։ Սա մեր լսարանն է, որ առավոտվա ժամերին այդպես կոչված պիծի մինուտկան ենք անում, նաև քանի որ ասեցի բժշկական համալսարանի հետ կապ ունենք, այստեղ ուսանողները դաս են անում, ինչպես բոլորը, քանի որ նաև Երևանի պետական բժշկական համալսարանում պրոֆեսոր եմ, ուսանողներին դաս ենք տալիս, որ ուրոլոգիայի ցիկլը ընդհանուր բժշկակրթության մեջ նաև բոլոր մասնագիտությունների ցիկլեր ունեն։ Երկու շաբաթ գալիս են 4-րդ կուրսից ոչ ցածր, որպեսզի արդեն նեղ մասնագիտական հիվանդությունները տեսնեն, միշտ հարցնում են, որ ինչ մասնագետ եք ուզում դառնալ, սկզբից, ցիկլի եւ վերջից։ Ու միշտ ասում եմ, որ ինչ, որոշ կոմենտ եմ անում, իրեն զարմացած նայում, ասում եմ, դուք տեսնեք, որ ավարտելուց փոխվելու է, որովհետև միշտ սենց գալիս են, մենք էլ մտածում ենք կարդիոխիրուրգիա, նեյրոխիրուրգիա, սենց ինչ-որ բարդ ռոմանտիկ մասնագիտություններ, ես էլ եմ անցել այդ փուլերից, որովհետև 4-րդ կուրսից Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտը առաջ Մոսկվայի վիրաբուժության ինստիտուտի ֆիլիալ էր եւ տնօրենն էր լուսահոգի Թամազյան Համլետը, այնտեղ ընդունված ձև կար, կոչվում էր
Շկոլա будущих хирургов։ Նույնը բացել էր այստեղ եւ 4-րդ կուրսից գայս են հարցազրույցով ուսանողներ էին ընտրում ամեն տարի 10-ից 15 հոգի, որ դասերից հետո գնում ենք, դերևս 4-րդ կուրսից դասերից հետո տուն չեն գնացել։ Եվ այդ մութ ու ցուրտ տարիներն էր, որ ոչ տրանսպորտ կար, ոչ մի բան, մեզ սենյակներ էին տվել, որ ընդ մնայինք, որ գիշերը եթե շտաբ դեպք լինի, զանգում էին, վազայինք ուսանող նայենք ինչ են վիրատում Միքայելանում եւ մոռացանք ձայն անջատենք։ Ռուսաստանից է, ոչինչ, Հայաստանից չի, ուրեմն կոնսուլտացիով հարցա։ Ես երկար տարիների մեջ վերջ զանգի հարցը մի թեթև գտա, հեռախոսի մելոդիան այնպես է դրած, որ չնյարդացնի։ Շատ երկար ման գալուց, միակն է, որ տարիներ չեն փոխել, ես եմ ասել։ Եղել է Դիլիջանից 40 րոպեում գիշերը նույնիսկ վտանգավոր ձևով հասել եմ հիվանդանոց, որ առնոսող հիվանդ կար։ Դրանից հետո բոլոր արձակուրդները իմ Հայաստանից դուրս են, այսինքն որ արձակուրդ գնաց, եթե պիտի ինչ-որ ձևով հանգստանաս, որ կարողանաս աշխատես եւս, ում դուրս է լինում, որ ֆիզիկապես չես կարող գալ, որ փոխարինողն է պլանավորած է սա, այսինքն այնպես է արվում, որ բոլոր այդ վիրատություններ, հիվանդներ բուժումը արդեն արած են, էքստրեներների համար էլ փոխարինող մարդ կա, որը նույն ծավալը ոչ պակաս կամ ավելի լավ անող կա, այսինքն այդպես է անցնում դա։ Չէ, դե փորձից, գիտելիքներից, տարիների աշխատանքից բժշկական սխալ հայտնի եզրույթ է եւ ինքը կա, չի կարող չլինել։ Ուրիշ հարցը որ միտումնավոր թե եւ այլն, այդ լրիվ ուրիշ հարց է։ Բայց սխալվել ամեն մարդ կարող է սխալվել, նաեւ բժիշկները եւ չի սխալում են, ով որ ոչ մի բան չի անում։ Բայց տարիների եւ փորձառության եւ այլն այդ մինիմալ է հասնում։ Ասեմ, որ ամենա ցավալի բանը ինչ կարող ենք ասենք, վերջի երևի 5 տարում 5 տարվա մեջ մահացությունը 5 հոգի էլ չի կազմել մեր բաժնում։ Այսինքն դրանից են կողմ ինչ բան պիտի լիներ։ Եվ այդ ինտուիտիվ հարցերը մեկ-մեկ լինում է, որ երիտասարդ բժիշկները են արագ հայտնի անեկդոտ կա պատմելու չի ուղղակի։ Էս անենք, այն անենք, որ ասում եմ մի արեք գնում եմ, հետո արդեն զգացել եմ, որ իրենց մեջ էլ փսփսում են, ասում են, որ ասել է մի արեք, ինչքան արել ենք, իր ասածն է դուրս եկել, սխալվել ենք։ Երբ որ մի ինչ-որ բանի շեղում կա եւ այլն, ասում եմ, որ այս խնդրեմ պիտի լինի, մի արեք, հետո պիտի տարել արել են ու բարդություն է ստացել, բարեբախտաբար առանց կորուստների ենք դուրս եկել, բայց եղել է այդ հարցը եւ ամենօրյա դրա համար ձեզ թվում է այդքան հեշտ է հիվանդին գալ ասել, վայ, ձեզ պիտի վիրատենք։ Վիրացություններ կա, որ մինչև հիմա գիշեր չեմ քնում, թե վաղը ինչ պիտի անենք։ Այսինքն անհանգիստ գալիս ես, որ անես, որտեվ դա շատ ծանր պատասխանություն է վերցնել քո այդ մարդու կյանքի առողջության հարցը քո վրա եւ երբ որ մարդիկ վստահում են, երբեմն լինում է, որ ինչ-որ որոշ կատեգորիա կա, որ ասում ես, էս պիտի ստուգեք, աչա ինչ քարս կոտրեք գնանք, որ ասում ենք, չէ, ընկեր, պիտի ես անեք, այս բարդ ստուգումն էլ պիտի անեք, որտեվ կարող սխալվենք եւ այդ քար կոտրելը ճակատագրական դառնա, այսինքն կորցնենք ձեզ։ Եվ ամենավերջի բանը, կետը, որ ասում ենք, եթե եկել ես բժշկի, չես վստահում, որ պիտի ասի, այս մեթոդը պետք է թե չէ քննարկում ես, բա առողջությունը, վիրահատությունը ոնց ես վստահում։ Եթե կասկածում եք, թե սոնոգրաֆիան պետք է թե չէ, բա այն բարդ բանը ոնց եք վստահելու։
եւ հարցը փակվում է։ Եվ հասկանում են, որ իրենք փորձում են չունենալով են ինֆորմացիան մտնել ուրիշի դաշտ։ Հասկանում եք։ Մեր խնդրեմ կա, չէ՞, բոլորը փորձում են իրենց կարծիքը ասել, չունենալով ամբողջ ինֆորմացիան։ Այդ որ մստածը նայում ասում եք այսա պիտի արվի 5 րոպեում, իրենց թվում է թե այդ հեշտ էր, այդ 30 տարվա փորձ էր, չէ՞ որ ասեցինք էս պիտի արվի, թե չէ պիտի երկար ճանապարհով գնայինք։ Բժշկական աշխատանքի մեջ լինում են վիճակներ, երբ որ երկրորդ կարծիքի հարցը լինում, այսինքն ինչ որ միտեղ բուժվող, վիրատվող կամ հարց ունեցող պացիենտները խնդրում են իրենց հիվանդության կամ պլանավորվող բուժման, այս դեպքում արդեն կատարված բուժման համար տալ կարծիք կամ եզրակացություն։ Եվ առաջներում դա միգուցե կարող նույնիսկ որոշ ժամանակ ցավալի լիներ, թե գնացել եք ուրիշ բժշկի մոտ, չեք վստահում եւ այլն, բայց մեր ուրոլոգների մոտ 30 տարի արդեն ինչ հավաքվել ասոցիացիա եւ այլն, ընդունված է օֆիցիալ ձևը երկրորդ կարծիքի եւ երբևիցե մի ուրոլոգի մյուսի երկրորդ կարծիք տալը չի ընկալվում որպես նեգատիվ երևույթ։ Նույնիսկ մեկ-մեկ լինում է հիվանդներին ասում ենք, որ մի անհանգստացեք, կզանգենք եւ մեր գոլեգան կտեսնեք ինչպես կընդունի երկրորդ կարծիքը ինչ կասի եւ զարմացած գնում գայս են եւ ի վերջո այդ երկրորդ կարծիքը հիվանդի առողջության ճիշտ բուժման մեթոդ ընտրելու կամ հետագա վարման արդյունք է բերում, որտեղ մեր վերջնական գերնպատակը մարդկանց առողջություն վերականգնել, կյանք պարգևելն է։ Բժշկության եւ նեղ ուրոլոգիայի ասեմ, որ առաջինը դա պիտի լինի գիտելիքը, երկրորդը այդ հոգատարությունը եւ պրոֆեսիոնալիզմը, որտեղ ուրոլոգիայի մեջ ոչ միայն թերապիայի մաս կա, այսինքն դիագնոզ դնել եւ դեղերով կոնսերվատիվ բուժումը, այլ վիրաբուժական մաս կա, որի մեջ իդեպ ուրոլոգիան առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ աշխարհում ամենաառաջինը արձագանքող տեխնոլոգիային մասնագիտությունը։ Այդ հայտնի ռոբոտ դա Վինչին աշխատեց եւ իհայտ եկավ ուրոլոգների շնորհիվ, որտեղ բոլոր մյուս մասնագիտությունները սկզբից չէին կարող կիրառել այնպես, որ իր արտադրանքը դառնա կոմերցիոն հնարավոր։ Միայն ուրոլոգիան օգտագործելուց հետո նոր դարձավ, որ բոլորը սկսեցին կիրառել։ Երբ որ բաց վիրահատություն ենք մեծ մասանում, կտրվածքով հանած քարերն են տարբեր տեղից։ Այս երկու կլորը միզապարկի են, մնացածը պոչկաներից։ Ռեալ իսկական մարդու քարերն են։ Հեսա ինչ կա, ամենամեծ քարը է սա։ Երկու կտորից իհարկե այն ժամանակ որ հանում ենք սրտիկ բանը պոպուլյար չէր։ Սա մի որտեղին ենք անել 2005 թվականներին։ Սրտիկի նման է, չէ՞։ Ցավոք սրտի Երիկամը հետ նահանվել, որտեղ փչացած էր։ Ամենամեծը սա է։ Սա միզապարկի քարը, սա միզապարկի քարը, մնացածը բան է Երիկամներից։ Կասեք որ ախտահանվել եմ քարերից։ Առնվազն տասնյակ տարիներ է տևում, երբ որ դու սկսես ինչ որ հասնես նրան, ինչ մտածում էր դպրոցում, թե բժիշկ դառնալուց, երբ որ մյուս մասնագիտության մեջ դա ավելի շուտ է գալիս։ Ուշ է փոշմանելու համար։ Լավ հարց եք տալիս, այդ հարցը կարող եք տայք մեր Հայկին, որը վերջերս ամուսնացավ եւ մեծ սկանդալ եղավ։ Այդ հարսանիքի քավորն էի, երբ որ քավորի խոսք ասեն, ես հելա միկրոֆոնը վերցեցի, ասեցի, որ ես ուրախ եմ, որ քավոր եմ, բայց քանի որ եկեղեցում երթում կերանք, որ ազնիվ եւ ճիշտ պիտի հետևենք իրեն, չեմ կարող մի կաղնիկ չբացել, հարցնացուին ասեցի, որ Հայկը
մինչև իր հետ ամուսնանալը սիրուհի ուներ։ Սիրուհի իհարկե արսը խնամիները ինչ վիճակ ընկան, ասի այդ սիրուհին իր ուրոլոգիան է, որը պահանջկոտ է, ժամանակ չի հարցնում, ընտանիք չի հարցնում, գիշերներն է պահանջում իր հետ անցկացնել, իր վրա ծախսեր անել, որ գնա սովորի, գիրք առնի, գործիք եւ ցավոք սրտի հարսը երկրորդ պլանում է մնում, լացին մացին վրա բանասին, բայց ասի իր նոր ամուսնացել եւ իրողությունը դա էր, պիտի ասեի, ընտանիքում պրոբլեմ կլինի, եթե ինքը ավելի շատ սիրեց կնոջը, որովհետեւ եթե ինքը ուրոլոգիան շատ սիրեց, ինքը կաճի որպես մասնագետ, համապատասխան դիրքերից, ի վերջո այդ գումարներից, գիտեք, ընտանիքների ինչքան էլ ռոմանտիկայից խոսանք, տարիներ հետո միշտ բաժանվում են ֆինանսական հարցերով։ Էս չարար, լավ տուն չարար, լավ շոր չարանք, լավ մեքենա չեղավ, լավ չհանգստացանք, լարում, իսկ եթե ինքը ուրոլոգիան չսիրեց կնոջը, այդ գումարով է տալու, կամ էլ պիտի հարուստ կին ունենա, որ այդ գումարը տա ինք միշտ իրեն սիրի։ Պացիենտկայի, որը ունեցել է բնածին աջ երիկամի միզացորանի նեղացում, որը տեսեք ծախը ինչքան փոքր է, աճը ինչքան մեծ, եւ իրեն վիրատելուց հետո բերել են գնահատելու, թե կարիք կա արդյոք այդ վիրահատությունից հետո, որը կատարվել է 7 տարի առաջ, հիմա նայում եմ մինչև այդ հիմիկվա նկարները, կրկնել թե չէ, եւ հիմա էլ հասկացա, որ այն առաջին մասը որ բացատրեցի, թե երբեմն լինում է մի ռակուրսով թվում է, թե այս պրոբլեմը կա, բայց իրականում տեսնելով եւ թեքելով ուսա հիմա նոր նկարները թեքեցի, հիմա որ ցույց տամ։ Եվ ինչպես տեսնում եք, այն փուչիկը չկա ստեղ, որ այնտեղ կար մեծ։ Մաքսիմալ բացատրած փորձում է իր սխալ կարծիքը ասել, որը ընդհանրապես կապ չունի այդ ժամանակից կամ գիտեք երբեմն շատ ես միշտ ասեցի, որ մեր պացիենտները շատ շնորհակալ եւ բան մարդիկ են, ինքը նույնիսկ չգիտի էլ, թե դու ինչեր ես արել, ինքը չգիտի եւ չիմանալով դա ցավալի է նա, որ նույնիսկ ասենք սուսուփուս գնար, փորձում են ինչ-որ կարծիք հայտնել, թե այսա ինչի արին, ինքը չգիտի, որ այն վիրահատության ժամանակ ինչեր ես արել, նույնիսկ հազարավոր դոլարի գործիքներ քո առածը օգտագործել ես, իրեն չես էլ ասել, որ ձեր վրա ծախսվել է, ու ինքը կարող է ինչ-որ կարծիք ասի, հասկանում եք, շատ ցավալի է, ու միշտ ցավալի է, որ ասում եմ, մեր գործողության կեսը մոտ հիվանդների հետ ռենտգենների տակ են կանգնած, որ ծակում են քարին քանում եւ այլն, ես երիտասարդ իմ գոլեգան քույրը ճարագայթվում են իր հետ, օրը մի քանի անգամ ու ամեն օր, ու ինքը իրեն որ ասում ես մի հատ ռենտգեն նկար պիտի անեք, որ նայենք բան մնացել, թե չէ, սկսում են վիճվել, թե ինչի ռենտգեն, դա վտանգը, որ իրեն ասես, որ ընկեր 6 հոգի ձեր այդ քարի համար մենք կանգնել ճարագայթվել ենք եւ չենք ձեզ չենք էլ ասել, որ մեր կյանքից կարճացել է, հարցեր կան, որ բժշկության մեջ են եւ դրա համար ասում եմ, չեն կարող ոչ մասնագետը, եթե մասնագետ չի, արհեստական ինտելեկտը եւ այլն հարցեր կա, որ չի կարող այն մարդուն, որ սրտաբանների լոզունգ կա, բան հին սովետի վաղտվանից ասում են сердце можно вылечить только сердцем։ Իսկ դու կարող դեղ վիրահատություն ամեն ինչ տաս, բայց հոգատարությունը ինչով է գնահատում։ Ձեր ավել անգամ մտնել ձեզ ողջունել են, ոգևորելը ինչով են գնահատում, որ երբ որ այլ ինչ-որ մարդիկ թույլ են տալիս իրենց փորձել գնահատական տալ կամ ասել բժիշկը էս արեց կամ
այդ բժիշկը որ տեսակ որ հասել է նրան ամեն մի էս բանի հետևը գիտեք ինչքան ծախս է եւ մեր պետությունը չէր տալիս այդ ծախսը որ դու գնայիք սովորեիք անցնեիք ասենք Փարիզի կամ Գերմանիայի լավագույն կլինիկայում մի ամիս ապրեիք որ այդ սովորեիք ինչ իրավունքով են փորձում գնահատական տալ անցել են այդ ճանապարհը մեկ լինում ասում եմ մի օր եկեք իմ հետ անցի ուղղակի կողքս քայլեք շշմում են թե ես ինչ էի անում հա բայց այլ դաշտերում փորձում են գնահատական տալ ինչ որ առաջարկում ենք կամ բուժում ենք պիտի լինի ապացուցողական բժշկության մեջ այսինքն կոչվում են ռանդոմիզացված այսինքն պատականության վերցրած փակ գաղտնի հետազոտություններ որ դուք չկարողանաք կանխատեսել ելքը կամ ինչ եք տվել բուժման համար որովհետեւ արդյունքը օբյեկտիվ լինի վերջի տարիներին դա եզրույթը փոխվել է կոչվում է պերսոնալիզիրованная մեդիցինա այսինքն անհատականացված եւ ամեն պացիենտին ընդունում ենք իրեն համապատասխան բուժում դրա համար վերադառնալով երկրորդ կարծիքին երբեք կատեգորիկ արդեն չենք լինում ասում հա կարող է լինել կարող է այդպես լինի որտեվ ամեն մարդ իր գենետիկան ունի իր կառուցվածքը երիկամի դիրքը կարող է մեկին այս կողմ լինի այն կողմ այո վերցրած է ստանդարտ նորմալ անատոմիական բայց միշտ շեղումը կա որը օրինակ էս հիմա նայում ենք կատեները կարող մի դիրքից երևա թե խնդրեմ կա անոմալիա բայց երբ որ պտտացնում ես ուրիշ դիրքից տեսնում ես ուրիշ կառուցվածքային է հիմա այս աշխատանքը տարում որով ամբողջ ուրոլոգիական մասով առողջապահության համակարգը պիտի բարելավի եւ աշխատի այս քննարկում ենք դա որ ուղարկենք բոլորի համար այսինքն մենք այս ժամին այսքան մարդով նստել ենք քննարկում ենք մեր մյուս բոլոր գոլեգաների համար եւ նաեւ այդ վարչության որ էս իրականացնում էս բանը պոլիտիկան բարելավելու եւ շտկելու համար պացիենտների բարեկամները կամ հարազատները նախապես մտնում են ասում են բժիշկ ջան չասես որ չարվորագուռուցք ունի առաջներում 25-30 տարի առաջ կարող բայց ասում եմ հիմա չլինի պիտի ասենք մեղմ ձևով ասենք, որ ինքը չվախենա, որ ինքը պատրաստ լինի համագործակցելու, բայց մարդը պիտի հասկանա, որ լուրջ հիվանդություն ունի, եւ եթե չասենք իրեն, ինչպես ասենք, ինչի համար ենք այդ բիոպսիա անում, կամ ինչի համար ենք, օրինակ, երիկամը հեռացնելու առանց պատճառի չենք հեռացնի։ Ասում եմ մի անանք ստացեք, թող ներս գամ, ես այնպես կասեմ, որ ինքը համ կիմանա, համ չի վախենա, որ ինչ ունի, որտեղ երբ որ իրեն չասեք, տունը փսփսակ, կողքից այսպես ինքը կմտածի ավելի վատը, քան իրականում ունի։ Այնպես որ հիմա պետք է մարդիկ իմանան, որ իմանա իր անելիքը, հիմա այն դարը չի, որ ասեցի չարվորակ ունի վերջ։ Պացիենտները կարող են բուժվեն, ընդհանրապես էլ խնդրեմ չունենան։ Եթե ժամանակին հայտնաբերած, հանած, ճիշտ բուժում արած, ճիշտ հետևել ի պացիենտի եւ ընտանիքի հետ ճիշտ թիմ կազմած, որտեղ մեկ որ գալիս են, եթե լարում կա, ասում եմ ընկերներ, մենք հակառակորդ թիմ չպիտի լինենք, իրար դուք ասեք այսպես, մենք այնպես, մենք պիտի մի թիմ լինենք այն թշնամու դեմ պայքարելու հիվանդության, ոչ թե դուք հակադրվեք, թե մենք բժիշկները այսպես ասին, մենք այնց նոր հասկանում են, լարում անցնում է եւ այո, իհարկե, նույնիսկ դժվար խնդրեմը արդեն հնարավոր է լուծել ընդհանուր ջանքերով։ Չնայած բուժման մեջ տեխնոլոգիաներ կան, կարող ասել բարձր տեխնոլոգիա, բայց բժիշկը պիտի կառավարի դա, լազեր ենք օգտագործում, հարվածային ալիք, տարբեր միջոցներ ժամանակակից, բայց բժիշկն է, որ կառավարում է եւ ճիշտ կիրառում է այդ, ի վերջո բերելով հիվանդի առողջության վերականգնման։ Ես եմ, եւ եթե ես վերցնեմ այդ տարբեր մասկաներ, թե այս խալաթով ուրիշ մարդ եմ, դուրսը ուրիշ, այդ առնվազը երկերեսություն կարող է լինել, որովհետեւ ինչով է բժիշկը տարբերվում, մենք չունենք
աշխատանքային ժամ, որից հետո դու բժիշկ ես։